Անահիտ Կիրակոսյանի կյանքում ամուսնալուծությունից հետո սկսվել է մի փուլ, որը շատերը կկոչեն բարդ, բայց միևնույն ժամանակ խորապես ստեղծագործական։ Այն փուլն է, երբ մարդը ստիպված է միաժամանակ ապրել ներսում տեղի ունեցող փոփոխությունները և շարունակել կանգնել բեմում տեսախցիկի առաջ հանդիսատեսի աչքերի դիմաց։ Եվ Անահիտ Կիրակոսյանն ընտրել է հենց այդ ճանապարհը՝ ոչ փակվել, ոչ անհետանալ, այլ աշխատել, ստեղծել, խոսել արվեստի լեզվով։ Վերջին շրջանում դերասանուհին բավական ակտիվ է ստեղծագործական դաշտում։ Նա նկարահանվում է սոցիալական հոլովակներում, մասնակցում տարբեր նախագծերի, շարունակում է կինոյի ու թատրոնի հետ կապված աշխատանքները։ Այդ ակտիվությունը շատերի մոտ հարց է առաջացրել՝ արդյոք սա փորձ է փախչելու ցավից, թե հակառակը ցավը վերածել ուժի, իսկ գուցե երկուսը միաժամանակ։ Սոցիալական հոլովակներից մեկի նկարահանման ընթացքում, որը նվիրված է արև հրաշքներին, Անահիտը հանդես է գալիս մի կերպարով, որը հուզել է շատերին։ Տեսանյութում նա կարմրած, արցունքոտ աչքերով է, նկարահանման հրապարակից, իհարկե հոգնած հայացքով, բայց միևնույն ժամանակ խորությամբ լի։ Եվ հենց այստեղ է, որ նա ասում է մի շատ կարևոր նախադասություն՝ «Մի անհանգստացեք ինձ համար, սա ընդամենը կերպար է»։ Անահիտ Կիրակոսյանը շատ լավ գիտի, որ իր երկրպագուներն ու հանդիսատեսը սպասում են նրան միշտ ժպիտով տեսնելու, ու արցունքոտ աչքերը նրա համար չէ։ Այս խոսքերը կարելի է հասկանալ տարբեր մակարդակներում։ Մի կողմից դա ուղիղ մասնագիտական մեկնաբանություն է, դերասանը խաղում է, ապրում կերպարի զգացումները, բայց դրանք պարտադիր չէ, որ ամբողջությամբ համընկնեն իր անձնական կյանքի հետ։ Մյուս կողմից այս նախադասությունը շատերի համար հնչեց որպես նուրբ, գրեթե աննկատ ուղերձ հասարակությանը՝ մի փորձեք ամեն արտասուք կապել իմ անձնական կյանքի հետ, մի փորձեք իմ ցավը դարձնել վերլուծության առարկա։ Բայց միևնույն ժամանակ դժվար է չնկատել, որ արվեստը հաճախ դառնում է այն տարածքը, որտեղ մարդը կարողանում է արտահայտել այն, ինչ բառերով ասելը ծանր է։ Ամուսնալուծությունից հետո ստեղծագործական փուլերը հաճախ ավելի խորն ու զգացմունքային են լինում։ Դերասանը սկսում է այլ կերպ զգալ կերպարներին, այլ կերպ ապրել տեքստը, որովհետև ներսում արդեն կա ապրած փորձ, կորուստ, վերաիմաստավորում։ Անահիտ Կիրակոսյանի դեպքում այս ստեղծագործական ակտիվությունը ձևական կամ ցուցադրական չի թվում, այն ավելի շատ նման է ներքին վերակազմավորման գործընթացի։ Նա չի խոսում մանրամասների մասին, չի բացատրում պատճառները, բայց շարունակում է աշխատել, թողնելով, որ հանդիսատեսը իրեն տեսնի ոչ թե որպես ամուսնալուծված կին, այլ որպես դերասանուհի, ով շարունակում է իր ճանապարհը։ Սա նաև կարևոր ուղերձ է շատ կանանց համար։ Ամուսնալուծությունից հետո հասարակությունը հաճախ սպասում է, որ կինը կկոտրվի, կլռի, հետ կքաշվի։ Անահիտ Կիրակոսյանը ցույց է տալիս հակառակը՝ կարելի է անցնել ցավի միջով ու միևնույն ժամանակ չդադարել ստեղծել։ Կարող է ունենալ ծանր օրեր, բայց շարունակել կանգնել տեսախցիկի առաջ ամբողջությամբ ազնիվ ու պրոֆեսիոնալ։ Կարմրած աչքերը, որոնք տեսնում ենք հոլովակում, պարտադիր չէ, որ լինեն միայն կերպարի մաս, դրանք կարող են լինել նաև այն մարդու աչքերը, որը շատ բան է ապրել, բայց չի կորցրել իր ներքին լույսը։ Եվ այստեղ է, որ դերասանական ու մարդկային սահմանները մի փոքր խառնվում են, ոչ թե որպես սկանդալ, այլ որպես խորություն։ Այս փուլը կարելի է անվանել վերածննդի փուլ, երբ ավարտված հարաբերությունից հետո մարդը սկսում է նորովի հասկանալ իրեն, իր ուժերը, իր սահմանները։ Արվեստը նման պահերին դառնում է ապաստան, լեզու, երբեմն էլ բուժում։ Անահիտ Կիրակոսյանը կարծես ընտրել է հենց այս ճանապարհը՝ լուռ, առանց բարձրաձայն ողբի, բայց ներքին աշխատանքի միջոցով։ Նրա ակտիվությունը, նոր նախագծերը, սոցիալական հոլովակներում մասնակցությունը և ընդհանուր ներկայությունը ցույց են տալիս, որ նա չի կանգնել կյանքի առաջ, նա շարժվում է առաջ, գուցե ավելի զգայուն, գուցե ավելի խորը, բայց հաստատ ավելի գիտակցված։ Եվ երբ նա ասում է «մի անհանգստացեք ինձ համար», դա հնչում է ոչ թե որպես պաշտպանական խոսք, այլ որպես վստահություն իր ընտրության, իր ճանապարհի և իր ուժի նկատմամբ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է անձնական ավարտը դառնալ ստեղծագործական նոր ճանապարհի սկիզբ։ Եվ այս նոր սկիզբը որքան է լուռ ու զուսպ ակնհայտ է նրա յուրաքանչյուր քայլում։ Ամուսնալուծությունից հետո Անահիտ Կիրակոսյանը չի ընտրել ինքնամեկուսացումը, նա չի փորձել անհետանալ հանրային դաշտից, ինչպես հաճախ անում են շատերը նման փուլերում։ Ընդհակառակը, նա կարծես գիտակցաբար ընտրել է ներկայություն՝ ոչ աղմկոտ, ոչ ցուցադրական, այլ աշխատանքով խոսող ներկայություն։ Սա այն պահվածքն է, երբ մարդը չի բացատրում իր ուժը, այլ պարզապես ապրում է այն։
Նրա ստեղծագործական ակտիվությունն այս շրջանում ունի մի յուրահատուկ խորություն, դերասանուհու խաղը դարձել է ավելի զուսպ, ավելի նրբազգաց, աչքերի լեզուն ավելի խոսուն։ Շատերը դիտելով վերջին հոլովակները կամ մասնակցությունները նշում են, որ Անահիտի ներկայությունը դարձել է ավելի լուռ, բայց միևնույն ժամանակ ավելի ազդեցիկ։ Սա հաճախ լինում է այն ժամանակ, երբ դերասանը խաղում է ոչ միայն տեխնիկայով, այլև ապրած փորձով։ Այս ստեղծագործական փուլը կարելի է բնութագրել որպես ինքնավերագտնման շրջան, երբ մարդն ազատվելով որոշ պարտադիր դերերից, սկսում է ավելի ազնիվ հարցեր տալ ինքն իրեն՝ ով եմ ես հիմա, ինչ եմ ուզում, ինչի մասին եմ ուզում խոսել արվեստի միջոցով, եւ հենց այս հարցերի պատասխաններն են հաճախ ծնունդ տալիս առավել խորքային աշխատանքների։ Անահիտ Կիրակոսյանը կարծես չի շտապում, նա չի փորձում արագ փակել թեման կամ ապացուցել, որ ամեն ինչ լավ է։ Նրա հանգիստ տեմպը, լուռ աշխատասիրությունը խոսում են այն մասին, որ նա ապրում է իր ընթացքն առանց այն արագացնելու կամ դրամատիզացնելու։ Շատերը ասում են նա ապրում է այնպես, ասես ոչինչ չի եղել, բայց իրականում սա պարզապես ուժեղ մարդու վարքագիծ է, մարդու, ով հասկացել է, որ կյանքում ամեն բան չի կարելի կանգնեցնել մեկ իրադարձության պատճառով, որ երբեմն լավագույն պատասխանն աշխարհին շարունակելն է՝ պահպանելով ներքին արժանապատվությունը։ Այս փուլում Անահիտ Կիրակոսյանը ոչ միայն դերասանուհի է, այլ նաև օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է անձնական ցավը չվերածել աղմուկի, այլ դարձնել խորություն, թե ինչպես կարելի է բաժանումից հետո չքանդել սեփական ինքնությունը, այլ հակառակը վերակառուցել այն նոր հիմքերի վրա։ Եվ գուցե հենց այս ստեղծագործական լռության մեջ է նրա ամենաուժեղ խոսքը, խոսք, որը չի հնչում հարցազրույցներում, բայց զգացվում է էկրանին, խոսք, որը չի պահանջում բացատրություն, որովհետև ապրում է յուրաքանչյուր հայացքում։ Այս պատմությունը դեռ չի ավարտվել, այն պարզապես անցել է հաջորդ փուլ, եւ այդ փուլը դատելով ամեն ինչից լինելու է ավելի գիտակցված, ավելի խորքային եւ հավանաբար ավելի ուժեղ, քան երբևէ։